Քվեարկությունից դեռ կես ժամ էլ չէր անցել ոստիկանության Նաիրի բաժինը 26-29 տեղամասի հանձնաժողովի նախագահից ահազանգ ստացավ։ Հանձնաժողովի անդամը կոտրել է քվեատուփը։ Կոտրողը հանձնաժողովի անդամ ժողովրդական ուղի կուսակցության Երիթ-թևի նախագահ Վիգեն Դավթյանն է։ Հանձնաժողովի անդամը համոզված է եղել, որ լցոնումներ են տեղի ունեցել։ Նա մեղադրում է հանձնաժողովի նախագահին։ Նայում էր ինձ պեչատում գցում։ Դավթյանը իր իսկ խոսքով երկրորդ կարգի հաշմանդամ է եւ տառապում է էպիլեպսիայով։ Ոստիկանը ստեղ է եղել, ես ոստիկանին խաբար արեցի։ Հանձնաժողովի անդամ Ժառանգության կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանը քվեարկության ժամանակ ոչ մի անօրինականություն չի նկատել։ Ես չեմ նկատել կոնկրետ, ես ոնց ասեմ։ Ջարդված տուփը փոխարինել են նորով։ Քվեաթերթիկները լցրել նոր տուփի մեջ եւ տեղամասում շարունակվել է քվեարկությունը։ Դեպքի արդի ոստիկանությունում կատարվում է քննություն։ Հաշվարկվել են նաև այդ պահի դրությամբ ընտրողների ցուցակում արկա ստորագրությունների թիվը եւ համընկել է ստորագրությունների եւ քվեատուփում արկա ծրարների թիվը 35-ի 39 տեղամաս, Գյումրի 18 դպրոց։ Երկու ընտրող տեղամասում տեսել են, որ իրենց անունների դիմաց ստորագրություն կա, ինչ որ մեկը իրենց փոխարեն քվեարկել է։ Հանձնաժողովի նախագահ Նաիրի Անտոնյանը տեղի ունեցածը բացատրել է թյուրիմացությամբ։ Քույրը ստորագրել է եղբոր փոխարեն։ Դրա վերաբերյալ արդեն կազմվել է արձանագրություն։ Իրար տակ է գրած ազգանունները XY-յան, YX-յան։ Սխալվի մեկի տեղ էր փոխել ստորագրել։ Նույնը պատմեց նաև հանձնաժողովի հակ անդամ Գյուլնարա Հովհաննիսյանը։ Նայեցին ստորագրած են, որ սխալմունք էր ասեցին։ Երև ներքև է ստորագրվել։ Շենգավիթի դատախազությունն էլ է դիմում ստացել։ Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ անհայտ անձը ցանկացել է խոչընդոտել հանձնաժողովականի աշխատանքին եւ սպառնացել անջատել իր եւ նրա որդու տան էլեկտրականությունը։ Այս փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազությունում ուսումնասիրվում են նաև այն խախտումները, որոնք հրապարակել են մամուլը, հասարակական կազմակերպությունները։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կայքում տեղ գտած հրապարակումները, որոնք վերաբերում են քվեարկության հնարավոր խախտումներին, Երևանի դատախազությունը ուղարկել է ոստիկանության Ավանի բաժին, հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար։ Կուսակցության անդամ ներկայացող կինն էլ խոչընդոտել է Ազատություն ռադիոկայանի լրագրողի աշխատանքը։ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ փաստի արդի ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Էլեկտրոնային կայքի լրագրողն էլ հայտնել է, որ 10-20 տեղամասից իրեն դուրս են անել, թույլ չտալով կատարել իր մասնագիտական պարտքը։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը գործն ուղարկել է ոստիկանության կենտրոնի բաժին։ Ոստիկանությունը վերջիններիս հրավիրել է իրենց բաժանմունք, բացատրություններ են վերցրել եւ դրանից հետո վստահված անձը շարունակում է իր աշխատանքները։ Ոչի համատեղ շտաբը հայտարարություն էր տարածել, ըստ որի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված են գյուղական վայրերից ժամանած մեծ թվով մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք են ստացել Երևանում։ Ոստիկանությունը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով հայտնում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր։ Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ։ Լրացուցիչ ցուցակները կազմել են օրենքով սահմանված կարգով։ Հաշվի առնելով, որ Երևան քաղաքը օրինակ մեծ մասը շրջաններից գալիս են Երևանում սովորելու, աշխատելու, ուստի նրանք պետք է քվեարկեն եւ քվեարկելու իրանց համար լավ տարբերակ է, որը չգնան իրանց մարզ կենտրոն կամ որևէ մի այլ տեղ եւ քվեարկեն իրենց բնակության վայրով։ Մի միջադեպ էլ արձանագրվել էր Արաբկիրի 4-ի 16 տեղամասում։ ՀԱԿ եւ ՀԿ վստահված անձին կռվի են բռնվել։ Ոստիկանությունը երկուսին էլ բերման է ենթարկել։ ՀԱԿ շտաբը հայտնել է, որ իրենց վստահված անձը Տիգրան Բաղդասարյանն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։